Շարունակվում է Առավոտ լուսոյի տոնական եթերը սիրելի հեռուստադիտողներ եւ հենց այսօր մենք որոշել ենք գեղեցիկ անակնկալ պատրաստել մեր շատ սիրելի հեռուստադիտողների համար, նրանց ծանոթացնելով Առավոտ լուսոյի մեր այն գործընկերների հետ, որոնք կադրում գրեթե երբեք չեն երևում, բայց նրանց աշխատանքը մենք պատվով ներկայացնում ենք յուրաքանչյուր աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերին։ Իսկ թե ինչու ենք այդ անակնկալը պատրաստել, արդեն կպատմի մեր գործընկերը։ Շատ կարևոր իսկապես տոնական եթեր է այսօր։ Մեր առաջին հյուրն է մեր գործընկերը Դիանա Զաքարյանը, բարի լույս մեր շատ սիրելի Դիանա։ Բարի լույս, իմ շատ սիրելի գործընկերներ։ Շատ ուրախ ենք քեզ այս կարգավիճակում տեսնել, ինչպես է զգում քեզ հյուրի բազմոցի վրա։ Շատ հաճելի է լինել հյուր իմ շատ սիրելի գործընկերներին ու չհետևել ձեզ ապակուց այն կողմ, այլ լինել այստեղ ձեզ հետ։ Եվ չլինել նաև մեր հուշող ներքին ձայնը հեռուստադիտողներին։ Մենք հիմա հուշենք, որ Դիանան մեր երկու սցենարիստներից մեկն է, որը հաճախ նաև մեր հուշող ձայնն է ներքին, որը հաճախ կանգնած է այն բոլոր հետաքրքիր փաստերի հետևում, որոնք մենք շատ վստահ դեմքով եւ բանիմաց դեմքով ձեզ ասում ենք էկրաններից այն կողմ, բայց կարծում եմ պետք է սկսենք զրույցը խոսելով, թե ինչպես առհասարակ ստացվեց, որ դու այսօր մեր հյուրն ես։ Սկսեմ այսպես, գալիք 2026 թվականին հայկական հեռուստատեսությունը տոնելու է իր 70-ամյակը եւ այդ արդիվ մեր ամբողջ հեռուստաընկերությունը հանրայինը որդեգրել է մի քաղաքականություն ամբողջ գալիք տարվա ընթացքում ցույց տալ մեր հեռուստադիտողներին նաեւ այն մարդկանց աշխատանքն ու ջանքերը, որոնք ինչպես դուք նշեցիք, գրեթե միշտ կադրից այն կողմ են մնում ու փորձել մեր հեռուստադիտողներին ծանոթացնել բոլոր հեռուստամասնագիտությունների հետ, հեռուստամարտկանց հետ ու նորից եմ ասում, բոլոր այն ջանքերի, մեծ ջանքերի, որոնք նրանք ներդնում են թեկուզ հենց այս պահի համար, երբ մենք միասին երեքով կադրում երևում ենք, եւ մենք որոշեցինք հենց այսօր, այս տարվա վերջին օրով մեկնարկել այդ գեղեցիկ գաղափարը։ Հրաշալի գաղափար է, հաշվի առնելով իհարկե այն փաստը, որ հարյուրավոր մարդիկ եւ գործընկերներ են աշխատում կադրի հետևում, սա հրաշալի հնարավորություն է եւս մեկ անգամ նրանց շնորհակալություն հայտնել, բայց վստահ ենք, որ գալիք տարի այդ հնարավորությունները չէ շնորհակալություն հայտնելու շատ են լինելու իսկապես, բայց արի սկսենք խոսելով, թե ինչպես ես դու ինքդ ամփոփում աշխատանքային տարին այսօր։ Աշխատանքային տարին շատ բուռն էր, հագեցած տարատեսակ հետաքրքիր ուղիղ եթերներով, նկարահանումներով, ֆեստիվալներով, բոլորս դրանում ունեցել ենք մեր լուման եւ բոլորիս համար եղել են շատ հետաքրքիր պահեր ամբողջ 2025 թվականի ընթացքում։ Կարող եմ ասել, որ տարին իսկապես արդյունավետ էր եւ բազում գիտելիքներ տվեց եւ ինձ եւ վստահ եմ նաեւ բոլոր իմ գործընկերներին, որովհետեւ մենք ամեն օր միասին աշխատելով միմյանցից նոր բաներ ենք սովորում եւ կարծում եմ այդ գիտելիքները մեզ կօգնեն գալիք տարվա ընթացքում, երբ մենք արդեն պիտի ներկայացնենք մեր հեռուստամասնագիտությունները, հավուր պատշաճի անել դա։ Դիանա, իսկապես սիրելի հեռուստադիտողներ, այն աշխատանքը, որը կատարվում է հեռուստատեսության պատերի ներսում, միավորում է մարդկանց մեկ գաղափարի շուրջ, բայց ես ուզում եմ նաև հարցնել Դիանա, թե ինչ է մեր սեղանին, այս գեղեցիկ պարկով ամանորի գույները վկայող։ Վստահ եմ մեզ համար նվեր եմ անը։ Կարծում եմ մեզ համար չէ, Դավիթ, երկուսը կլիներ թե չէ։ Ես կարծում, բայց փորձում եմ, հույս ունեմ, մեզ հույսը վերջինն է, չէ՞, մեռնում։ Ես կբացեմ փակագծերը, նվերը չեմ կարող ասել հստակ ում է հասցեագրված։ Ձմեռ պապիկն է ուղարկել։ Այո, այս դեպքում ձմեռ պապիկը ես եմ, գաղտնի ձմեռ պապը, որովհետև Առավոտ լուսոյի մեր թիմով մենք խաղացել ենք բոլորիս հայտնի Secret Santa-ն ու ինքը գաղտնի ձմեռ պապ խաղը, եւ սա նվեր է ուղված իմ թորնիկին։ Երջանիկ թորնիկին։ Այո, երջանիկ թորնիկին։ Հուսով եմ, որ իմ թորնիկը շատ կհավանի այս նվերը, քանի որ առաջինը ես եմ նվերով եկել, կթողնեմ նվերն այստեղ ու ինձանից հետո մեր բոլոր գործընկերները հերթով կգան եւ կարծում եմ այստեղ Եղևնուտակ կհավաքենք նվերները, վերջում կհանձնենք միմյանց։ Ես պիտի ասեմ, որ վստահ եմ, որ շատ գոհ է լինելու քո թորնիկը, քանի որ նախորդ տարի երբ մենք խաղում էինք գաղտնի ձմեռ պապ, ես էի Դիանայի թորնիկը եւ շատ գոհ եմ եղել, չեմ կարող հիմա չասել։ Ուրախ եմ։ Այո, իսկապես շատ ստացված նոր տարի եւ շատ ստացված գաղտնի ձմեռ պապ խաղեր, բայց դու կարծես թե այս խաղը նաեւ խաղում ես ոչ միայն մեզ հետ քո գործընկերների հետ, այլև հայտնի մարդկանց հետ, ինչպես է ստացվել։ Ինչպես հավաքվեցիք մեկ գաղափարի շուրջ գաղտնի ձմեռ պապիկի։ Որոշեցինք, որ հանրային հեռուստաընկերության մեդիա դեմքերից մի քանիսի եւ առհասարակ մի քանի հայտնի մարդկանց հետ միասին կխաղանք գաղտնի ձմեռ պապ խաղը, բայց պետք է նշեմ, որ նրանցից ոչ ոք մինչև վերջ այդպես էլ չի իմացել, թե
իրենից եւ իր թորնիկից բացի ել ովքեր են խաղում ներգրավված, այսինքն նրանք չգիտեին հստակ թիվ մասնակիցների ու Թորնիկը ավելի է մեծացել։ Այո, ես փորձել եմ հնարավորինս մինչև վերջ պահել գաղտնիքը եւ այս պահին էլ հայտնիների մեծ մասը չգիտեն թե ով է եղել իրենց գաղտնի ձմեռ պապը, գիտեն միայն նրանք, ովքեր գուշակել են խաղի ընթացքում, արդեն կռահել են թե ով է Մյուսները գաղտնի։ չգիտեն դեռ։ Ոչ եւ իմանալու են հենց հիմա, այսօր մեր եթերից։ Ես առաջարկում ժամանակ չկորցնենք եւ դիտենք այս տարվա վերջին տեսանյութը քո պատրաստած եւ տեսնենք թե ինչ է ստացվել։ Եվ տեսնենք թե ովքեր են մասնակցում, Ովքեր են մասնակցել եւ ով ինչ որովհետեւ մենք նվեր էլ է չգիտենք։ Շնորհակալ ենք Շնորհակալություն Դիանա։ Ես եմ շնորհակալ եւ շնորհավորում եմ մեր ամբողջ թիմի եւ մեր բոլոր հայրենակիցների 2026 թվականը։ Մենք էլ ենք միանում այդ շնորհավորանքներին, իսկ հիմա դիտենք տեսանյութը եւ իմանանք մեր հարցերի պատասխանները։